կրկին հայտարարել է, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը մարտի 1-ի հետ կապված պետք է կատարածվի, մասնավորապես ասում է Ռոբերտ Քոչարյանը, պետք է երկար տարիներ նստի բանտում։ Ձեր կարծիքով այս հայտարարություններով Փաշինյանը ում է հրահանգ տալիս եւ կցանկանայի, որ մեկնաբանեք հենց այդ եվրոպական դատարանի վճիռը։ Ես կարծում եմ ինքնարշակ տկետը այդ վճիռը չի կարծել, կամ իրեն հիմարի տեղ է դնում, չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Այդ վճիռը հետևյալի մասին է, որ մահվան դեպքերը մինչ այսօր ոչ մեկը չի բացահայտվել։ Եվ այդ վճիռը վերաբերում է առաջերտին հենց իրեն Նիկոլ Փաշինյանին, որովհետև 8 տարի ինքն է իշխանության ղեկին եւ 8 տարի ոչ մի մահվան դեպք չի բացահայտվել։ Վճիռը դրա մասին է, ուրիշ բովանդակություն այդ վճռի մեջ չկա։ Իսկ այդ հայտարարություններով ում է փորձում ինքը հրահանգ տալ։ Ում որ 8 տարիա հրահանգում է, անընդհատ, առաջի անգամը չի։ Ուզի պիտի կալանք տաս, պետք է նստի եւ 3 անգամ ես ասում մտել եմ բան, դուրս եմ եկել հենց այդ հրահանգների արդյունքում։ Եթե մեկ սենց իրեն սիրած, այսպես ասենք, գովազդած Եվրոպայի մեկ քաղաքական գործիչ այդպիսի մի հայտարարություն աներ, քաղաքական դիակ կլիներ նույն պահի։ Մեկ ժամ հետո պետք է հրաժարակ ընտրել։ Պարոն Քոչարյան, դուք ինչով այն անգամ էլ ես ձեզ հարցրի, հիմա քանի որ շարունակվում են Ռուսաստանից եկող ուղերձները, հայտարարությունները, այսօր էլ եմ հարցնում, դուք ինչով եք բացատրում Ռուսաստանի այդ հայտարարությունները ԵԱՏՄ-ի հետ կապված, Հայաստանի մասնակցությունը քննարկելու հետ կապված, ավելի որոշումը հստակեցնելու հետ կապված, խոսել են նաև, որ մի քանի անգամ շուկայականից էժան հացահատիկ, գազ եւ այլն Հայաստան է գալիս, սա ինչ է նշանակում, նրանք ակնարկում են, հասկացնում են, որ իրավիճակը կփոխվի, ավելի կվատթարանա Հայաստանի համար, ինչով է դա բացատրում։ Մի քանի ամիս հասկացնում են, ակնարկում են, ասում են խելքդ հավաքի, չի կարելի մեծ պետության հետ այսպես վարվել։ Ես փորձում եմ այս վերջի ամիսս գալով, ուղղակի հասկանում եմ այդ երկիրը։ Փորձում եմ այսինքն հուշել, փորձում եմ հուշել, որ մի արեք սա, մեր ժողովրդին վնաս եք հասցնելու։ Այսինքն արդեն բանը բանից անցել է, ինչ է լինելու։ Իհարկե անցել է։ Ինչ անելու Ռուսաստանը պատժելու։ Օրինակ այսօրվա այդ ինֆորմացիան, թե երեկվա ինֆորմացիան, ծաղիկների արգելքը։ Հիմա վաղը մյուս օր, որ գյուղ արտադրանքի այլ տեսակների վերաբերյալ արգելքներ մտցնի։ Ինչ են անում։ Հիմա այդ ժողովուրդը, այդ խեղճ ժողովուրդը, օրինակ ով որ վարկա վերցրել, ով որ ջերմոցա սարքել, այսօր վարկա սպասարկում եւ այդ ջերմոցում ծաղիկ արտադրում եւ արտանում Ռուսաստան։ Ինչ պիտի անի այդ մարդը։ Այդ մարդը թո ինքը այդ դեպքում պայմանավորի ու ծաղիկները տանեն Ֆրանսիա ծախել։ Մակրոնի Բրիջիտին տան նվերներ տան։ Կամ թո բերեն այդ ժողովուրդը, որ ծաղիկը իրենց վրա մնա, պիտի բերեն ԿՊ-ի, ասենց կանային, այդ ցուցակում կան, չէ՞ բավական կանային։ Գան նվերներ տան։ Հիմա ինչ ան։ Խիեք այդ խեղճ մարդկանց, աշխատող մարդկանց խիեք վնաս տալիս։ Կարծում եք Ռուսաստանը գործողությունների է անցնելու։ Արդեն անցել է, չեք տեսնում։ Ես տեսնում եմ, որ արդեն անցել է, բայց ոչ թե սենց տոտալ է անցել։ Ոնց որ զգուշացնում ասում է, սա կարա սենց լինի, կարա սենց լինի, կարա սենց լինի։ Դուք այս հարցին նայեք մի քիչ սենց ավելի լայն տեքստով, դուք Ռուսաստանից եք խոսում։ Դուք նայեք, օրինակ, Միացյալ Նահանգների քաղաքականությունը, ինչ անում Միացյալ Նահանգները։ Որ երկիր բարեկամ է տարիֆային մեկ ռեժիմի հաստատում, որ երկիրը բարեկամ չի համարում, տարիֆային ուրիշ երկիր է։ Դա Ռուսաստանի քաղաքականություն չի։ Ամբողջ աշխարհում դա աշխատում է հենց այսպես։ Բարեկամ երկրների համար ավելի արտոնյալ ռեժիմներ են սահմանում, ոչ բարեկամ երկրների համար այլ ռեժիմներ են սահմանում։ Հիմա Ռուսաստանը ասում է հետևյալը. դու ուզում ես աղբերանաս մեր թշնամիների հետ։ Դու ինչ ես ինձանից սպասում։ Ես քեզ դադարելու եմ դիտել որպես բարեկամ երկիր։ Ասում է դիտելու եմ ձեր հայ ժողովրդին որպես բարեկամ ժողովրդին, բայց դուք երկիրը սարքում եք ոչ բարեկամ երկիր։ Ես զարմանում եմ, որ դա նույնիսկ հարցեր է առաջացնում, անկեղծ ասեմ, զարմանում եմ։ Նույն Եվրոմիության քաղաքականությունը, եթե նայեք, ում ասում եք դուք բարեկամ եք, արտոնյալ պայմաններ է դնելու։
ում համարը ոչ բարեկամ, սանկցիաներ է կիրառում, պատժամիջոցներ է դնում եւ տարիֆային քաղաքականությամբ իր շուկայից հետ է մահում։ Պարոն Քոչարյան, դուք ասում եք, ով ընտրի Նիկոլ Փաշինյանին, ընտրելու է Ալիևին, եւ ասում եք, որ Ալիևն է ղեկավարում Հայաստանը, Նիկոլ Փաշինյանն էլ իր գլխավոր մրցակիցներին, ձեզ, Ուժեղ Հայաստանին, ԲՀԿ-ին մեղադրում է այսպես պատերազմ բերելու հավանականության համար։ Նո ավելի վստահ է ասում, որ եթե ինքը չընտրվի, դուք ընտրվեք, պատերազմ է գալու եւ ձեր քաղաքական բովանդակությունն է այդ ուժերի այդպես որպես հիմք բերում։ Դուք Արցախը վերադարձնելու մտադրություն ունեք, այսինքն Արցախը ձեր պլանների մեջ ինչպիսին է, որ մեր հայտարարությունները ըստ Փաշինյանի դուք գնում եք պատերազմի ճանապարհով։ Հիմա կարող եք բացատրել։ Ես հոգեվարքի մեջ մտած արդեն մարդու sense ասածները մեկնաբանելու բավական պրոբլեմային է։ Ես քանի պատերազմ եմ բերել Հայաստանի Հանրապետություն, կարող եք ասել։ Հիմա դուք ասեք, Նիկոլ Փաշինյանը քանի պատերազմ է բերել Հայաստանի Հանրապետություն։ Ասում է Արցախցիներից, Արցախից ով խոսում է, սա Ոչ, մենք խոսում ենք միայն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին։ Դրանից ավել մենք չենք խոսում։ Մեր ծրագրային բանն է եւ դա իրենց անբաժանելի իրավունքն է։ իսկ դա իրատեսական եք համարում, պարոն Քոչարյան, առաջիկա տարիների։ Հիմա եկեք խոսենք հետեւյալի մասին։ Դու խնդիրը ֆիքսում ես ու անջատում ես այդ հարցը այս պահին իրատեսական է թե իրատեսական չի։ Սա անբաժանելի իրավունք է եւ սրանով պետք է զբաղվես։ Բայց ոչ ոք նույնիսկ արդեն հոգնել ենք դա բացատրելու։ Պատերազմ հրահրողը, պատերազմ բերողը Նիկոլ Փաշինյանն է։ Պատերազմ բերողը նա է, ով ամեն իր քայլով թույլատրում է Հայաստանի Հանրապետություն։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունը ինչքան թույլ, այնքան մեծ պատերազմի հավանականություն է։ Հիմա մի րոպե։ Պատերազմը թույլատնելու քայլերը ներքին պարակտում ով է անում, ինքն է անում։ Ռազմաքաղաքական դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացում ով է անում, ինքն է անում։ Բանակի շեշտակի թույլատրում ով է անում, ինքն է անում։ Հիմա 3 կարևորագույն կոմպոնենտում այս մարդը վերցրած է մուրջը վերցրած քանդում, չեք ուզում տեսնել, մի տեսեք։ Ես տեսնում եմ, ես փորձում եմ մեր ժողովրդին զգուշացնել, դրանով երևի եզրափակ։ Ինչպես է գնահատում, պարոն Քոչարյան, համեմատած նախորդ Հերիք։ Երեխեքը սպասում են նկարում։ Այո, կարելի է